Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Սուրբ Հոգի նվիրված շաբաթներու մեջ ենք սիրելիներ եւ 4-րդ շաբաթն է եւ ավետարանը մեզի գուշե որ պետք է Սուրբ Հոգի զորության մասին նոր են խոսենք եւ իրեն ավելի հասկանանք։ Այսօրվա ավետարանի մեջ մենք կտեսնենք որ Հիսուս շատ բարգացած է եւ խիստ բարեր գործած է, որովհետեւ ինչ որ գնե չեն հավատար մարդիկը եւ Սուրբ Հոգի դեմ գխոսին։ Հիսուսի արչեւ չար ոգիով բռնված կույր եւ համր, այսինքն չտեսնող եւ չլսող մեկը բերին։ Հիսուս ցերկը դրավ եւ բժշկեց։ Բայց չհավատացողները, այսինքն փարիսեցիները, ասին որ այս մարդը ուրիշ հոգիով գբուժե, այսինքն Բեեղզեբուղի կամ այդ ժամանակվա Բաալ անունով չաստվածի կամ սատանայի զորությամբ եւ գսեն որ այս զորությունը Աստուծո մեջ է։ Հիսուս գսե պետք է դրամապանորեն մտածի։ Ինչպես կրնա չարը չարի թեմ գրվիր, ինքը իր մեծ բաժնված տունը միշտ կքանթվի։ Գսե դուք Սուրբ Հոգի բացայտ գործը չեք ընդունիր, կհայոյեք այն զորությունը, որ ծեր հայրերու կյանքի մեջ տեսած եք, Դավիթի, Աբրահամի, Մովսեսի եւ Եղայի։ Եվ ավելի գուզեն կրկրել Հիսուսին, ад ամեն ինչը որ հրած էր իրենց համար չի փավե գսեն լավ մեզի հրաշք մըրե որ հավատանք այսինքն գծաղրեն Հիսուսին որ օրը առաջ տեսած էին սինագոգի մեջ ցերկը բժշկած էր իրենց արչև դիվահարը կբժշկե եւ գարձես կխնդան ասելով որ քիչ մե entertainer է մեզի ավելի մեծ հրաշք գործե եւ հոսե որ դերը կճղայնանա եւ գսե չար եւ շնացող սերունդ իժերու ծնունդներ խիստ խոսք է ասիգա ցեզի ուրիշ նշան բիդի չդրվի բացի Հովնան մարգարեի հրաշքին այսինքն Հովնան մարգարեն որ բիդի Աստծո հրամանով երթար Նինվե քաղաքը քարոզելու եւ գետ ցուգը եկավ իրեն տարավ որտեվ գուզեր տիրոջմե փախիլ բայց գնաց խոսքով քարոզեց եւ լման քաղաքը դարձի եկավ եւ Աստուծո հավատաց այսինքն խոսքով քարոզվող օդար մեկը ավելի հավատաց քան դուք որ այս ամենը տեսակ եւ չեք ընդունիր որովհետեւ ծեր ներսը չոր է դուք չեք ուզեր հավատալ ծեր աչքերով տեսածը հացի բազմացումը հիվանդը դիվահարը բոլորը բժշկվեցան բայց դուք չեք ուզեր եւ Հիսուս կզգուշացնե եւ գսե որ երբ որ Սուրբ Հոգին գմերժենք մենք դուր կփանանք ուրիշ ոգիներ, չար ոգիներ մեր մեջը մտնելու։ Ադոր համար գսե դերը, երբ չար ոգին դուրս կելնե մարդումը մեջ են, կերթա եւ անչրտի վայրեր կշրջի, հանգիստ տեղ մը գտնելու համար։ Եվ երբ չի գտներ, ինքն իրեն գսե. Ելնեմ երթամ իմ դունս, ուրգե ելամ։ Ուստի կվերաթարնա իր նախկին դունը եւ զայն կգտնե բարապ, մաքուր եւ հարթարված։ Ապա գերթավ գբերե իր մե ավելի չար 7 այլ ոգիներ, որոնց հետ ներս մտնելով կփնագիոն, որով այդ մարդուն վերջը իր նախքի վիճակեն ավելի քեշ կլա։ Այսինքն ստադանայի կորձելագերբը կբացադրե դերը, կսե երբ որ ծեր մեջը լեցուն չէ, ինքը գուկա լեցվելու։ Եվ կսխուշացնե, գիտեք, որ նույնը պիտի նաև բադահի աշխարհ սերունդին հետ։ Այսինքն մարդու օրինակը կամեմադե սերունդի օրինակի հետ։ Եթե գմերժենք Աստծո հոգին, ուրիշ հոգիներով է, որ գլեցվենք։ Բարապ մաքուր հարթարված դունը աբահով դուն չէ սիրելիներ։ Պարզապես մաքուր է յուր ընդունելու համար։ Քրիստոս մեզի կգանչե ոչ թե այն մեր մեղքերեն մաքրվել, այլ Սուրբ Հոգիով լեցվել։ Մենք ընդհանրապես ինչ կսենք, ես լավ անցեմ, չեմ ցավցներ, արդար կյանք կապրիմ, կիրագի օրերը գերթամ հաղորդություն կառնեմ, բայց ад ամեն ինչը արդակինն է, բայց երբ մեր հոգի մեջ չաբրիր մեկը, ասել է մեր ներքին դունը վտանգի մեջ է, այսինքն պաշտպան չունի, փնության պես է մեր հոգին, բարաբություն չի սիրել, պիտի լեցվի բանովը, եւ Հիսուս շատ սիրեց բառը, որ գործած է, պիտի քանք եւ փնագինք, իմ հայրս պիտի քա եւ ծեր մեջը փնագի, ովքեր որ բադվիրաններս կգործադրեն, ես եւ հայրս պիտի քանք ծեր մեջը փնագելու։ Հետաքրքրականը չի սեր ծեր շուրջը պիտի լանք, ծեր քովը պիտի լանք, ծեր վրա պիտի լանք, կսե ծեր մեջը պիտի մտնեն, որտեվ
Աստված Քրիստոսով մեզի թուրմը բացավ, որով իր հոգին մեր վրա պիտի թափե եւ մեր մեջի բնագի չդառնա, որ մեր ամեն կյանքը դառնա իր մասին։ Չար հոգին պատրաստ եւ հարթարված տեղ կփնտրե, կսե ավետարանը։ Կտեսներ, որ դեր չունի դունը, որովհետեւ չչանցրանա, կերթա եւ 7 հոգի հետը կբերե, այսինքն մարդուն ավելի քեշ վիճակի մեջ կտնե։ Ուրեմն հոգիին մեղքը միայն հանելը չի բավեր։ Մարդիկ կան, որ քեշ սովորության թեմ կբայթարին, կսեն ավելի դիսցիպլին պիտի լամ, ես։ Քրիստոնեությունը անձը լավցնել չի նշանակել, միայն խավարը դուրս հանել չի նշանակել, այլ Քրիստոսով լեցվիլ եւ իրեն բնակարան դառնալ։ Ադոր համար Տերը գսե դուք իմ զավակներս պիտի լաք եւ ես ձեր հայրը պիտի լամ, ես ձեր մեջեն պիտի քալեմ եւ դուք իմ հոգիս պիտի կրեք։ Մեկը գրնա իր քեշ սովորության, addiction-ի թեմ բայկարին, մոլությունը գցկե, բայց այս անգամ ներքին բարաբությունը լեցնելու համար հբարդությամբ կսպաղի, նյութաբաշխությամբ կսպաղի, ասիգա կքնե, անիգա կքնե, կվաճառե, կզվարճանա, Netflix-ներու վրա կթափարի, հարգություն, նյութաբաշխություն եւ ինչ կլա, ինքը կդառնա իր Աստվածը, որտեղ բարաբություն է, ինչպես կսեն, իր best version-ը գուզե դառնալ։ Բայց Աստված կսե, որ չի գա մարդկության մեջ best version, ինձ մեզ է։ Ես եմ ձեր գադարյալ մարդը, ադոր համար մարդ դարձա, որբեսի դուք ինձի հետևիք, ադոր համար քրիստոնյաներ կգոչվի։ Պետրոս Արաքյալը գսե, որ Աստծո նպատակը մեզի իր բնությանը մաս դարձնելն է, իր աստվածային ուժը մեզի տանն է։ Գսե Քրիստոս իր աստվածային զորությամբ մեզի բարգևեց ամեն ինչ, որ անհրաժեշտ է աստվածաբաշտ կյանքի համար, մեզի ջանչեցնելով ան, որ իր փառքովն ու զորությամբ մեզ իրեն կանչեց, փառքով եւ զորությամբ։ Անիգա թանկագին եւ մեծամեծ խոստումներ տվավ մեզի, որբեսի անոնցմով հաղորդագիծը լանք աստվածային բնության, ձերբազատվելով աշխարհի մեջ տիրող գորստաբեր ցանկություններով։ Այսինքն Տերը թե թուրը բացեր է, թե շնորհը դվեր է, որբեսի իր զորությունը մեր մեջ բնագի եւ մենք կամաց իրենք նմանենք, աստվածանալ թեոսիս կգոչվի, այսինքն մեր գործերով, մեր մտքերով եւ մեր վարմունքով դառնանք Աստծո որդիներ։ Սատանան հավատացյալներուս հատկապես ինչով գխափե, բարապ գրոնքով, բարապ գրոնքին չսերը։ Փարիսեցիներ օրինակ գնայինք շատ կրոնական էին, պահեցող էին, Սուրբ Գիրքը գիտակ էին, ամեն Սուրբ Գիրքը Մովսեսի օրենքը գիտեին, բայց ինչու Հիսուս իրենց թունավոր օծերու, իժերու ծնունդներ կգոչե։ Խիստ խոսք է ասիգա, եւ Հիսուս գնայիս օդարին, մեղավորին, բորնիկին անանք բան չսեր, բայց կուկա իրենց կսե, որ ջերմցուցած գերեզմաններու բես է։ Գնամանիք, որ արդակինը մաքուր է, մեջը մեռելներու ոսկորներ կա, եւ հիմա ալ գսե իժերու ծնունդներ։ Այսինքն արդակին գրոնքը գպահեին, բայց Աստուծո հետ հաղորդակցություն չունեին, միայն արդակին իրենց հետաքրքիր է, որտեղ փառք կար ադոր մեջ։ Աստված իրենց արչև գեցած կգործեր, բայց իրեն գսեին, չէ, չենք հավատար, ասի վստահ ուրիշ հոգի են տված է աս ուժը։ Բայց այդ գույր մարդը, որում բժշկեց, ասավ, եթե աս մարդը մեղավոր է, ինչպես կրնա ասանք գործ մկադարել։ Չենք հավատար, հրաշ մգուզենք։ Եվ սատանայի ռազմավարությունը, սատանայի ստրատեգին սիրելիներ, ոչ թե մարդոց աթեիստ դարձնելն է, այլ գրոնքի մեջ պահել առանց ապաշխարության, առանց խորքին երթալու, առանց սրդի փոփոխության։ Ոչ թե մեզի գսե ասինչը մի երեք, բայց երեք արդակնապես, այսինքն գիրենք երբ խաչ պիտինենք, դունեն ելար խաչը հանեցի, ասին ժամուն եկեղեցին է, բայց իմ իրական կյանքս է, ես իմ ուզելիքները ունիմ, իմ հարաբերությունները ունիմ, մեղքեր գա չեմ կրնացքել, հարաբերություններ գա չնայած, որ թոքսիկ են, բայց կպահեմ, բայց Աստված ճիշտ ատ գսե, ինչ օգուտ կուկաս հաղորդություն առնելու, ինչ օգուտ ամեն աղոթները գիտես, բայց երբ որ գուզեմ սրդիդ թբնալ փամը փոխելու, գսես ոչ, ասիգա ինձի է, հոն է, որ ապաշխարությունը բացակա է։ Սատանան մեզի սփաղ կպահե, բայց աղոթքե հերու կպահե։ Բարոյական անց ենք, բայց առանց Քրիստոսի բարոյական անց ենք։ Գիտելիք ունենք, բայց չենք վերափոխվիր, որտեղ մեր մեջը
չոր է եւ Աստծուն չենք ընդունիր։ Եփեսացիներուն ուված նամակի մեջ կսե Պողոս Արաքյալը. «Փնավ արիքտ մի տակ սատանային», այսինքն ամեն հարաբերության, ամեն խոսքի մեջ ուշադիր եղեք։ Հետևաբար ստախոսութենե հրաժարեցեք, ամեն մարդ ճշմարտությունը թողսե իր ընկերոջը, ինչպես կսե մարգարեն, որովհետև Քրիստոսի միացած ըլլալով իրարու անդամներ ենք։ Նորեն հաղորդակցության մասին կխոսի, Քրիստոսին միանալ մեր ամբողջ ջերությամբ, ոչ թե միայն մեր արտաքինով։ Եվ կմերժենք Քրիստոսի շնորհը, մեր սիրտը խավարի մեջ կմնա, լույսը չի արձակիր։ Հարադև մեղքի մեջ կմնանք, կպաշտպանենք ան, ինչ որ Աստված կուզե մեզ մի առնել, ինչ որ Աստված չի սիրել։ Կսե ես մեղք կգադեմ, մենք կսենք ոչ, մեղք կգսիրենք։ Երբ որ չենք ներեր, Աստուծո լույսը մեր մեջ են կփախի։ Քեն կբահենք, բայց կուզենք խաղաղությամբ կյանք ունենալ, անանք չլար Աստծո այդ հարաբերության մեջ։ Հբարդությունը փույն կտնե մեր սրտերու մեջ, մենք չենք ուզեր, որ մեկը մեզի ուղղե, մենք ամեն բան գիտենք, ադիգա արդեն նշան է հաղորդակցության։ Երբեմն մարդիկ գախարներու թուրները գերթան իրենց կյանքը հաջողեցնելու համար, թուղթուկիրի, քարտեր բանալու, վիջի բորդի խաղեր խաղալու, մեդիումներու, հարցումներու հետ գերթան մերելներու հետ կուզեն խոսել, եւ ասիկա չեմ ասեր իռլանդացիներու մասին, գսեմ մեր հայերու մասին, որ մեր շուրջը կապրին, որտեղ արդակին հավատքը միայն կպահեն, բայց ներսը, երբ որ հարաբերություն պիտի երթան Աստծո հետ, չեն փնտրեր, այլ գերթան ուրիշ ճամփաներով, բայց Տերը կսորվեցնե, որ հոգևոր ուժ, եթե մենք Աստուծմե դուրս կփնտրենք, հոն արդեն դուրը բացած ենք սատանայի, որբեսի քա մեր մեջը բնանք։ Եվ Սուրբ Հոգիով լեցվելու համար մենք Քրիստոսի հետ կյանք պետք է ապրենք, այդ քաղցր սերը, որ Աստված մեզի տվավ, սիրելիներ, հարաբերության եւ ամենօրյա շփումի կգանչե մեզի։ Տերը ասավ, ես եկա, որբեսի կյանք ունենաք եւ ավելիով ունենաք, այսինքն լեցուն կյանք, սիրով, համբերությամբ, խաղաղությամբ, ոչ թե դուք ձեր մեջը, այլ իմ հետս, ադորամար ես եկա, որ դուք ադիգա ունենաք։ Կլեցվինք, երբ մեր սրտերը կփանանք, որ Քրիստոս մտնե եւ շտկե աբաշխարության։ Ադորամար երբ որ աղոթքի պիտի կանանք, չսենք որ Տեր ինչ կուզենք, կսենք Տեր դու ինչ կուզես որ շտկվի մեջս։ Հուշե ինձի, որովհետև երբ որ կաղոթենք կանոնավոր, Տիրոջ ձայնը լսելի կլա։ Աղոթենք հարադեպ, ոչ միայն բառեր ասելով, այլ աղոթքի կյանք ապրելով, սիրելիներ։ Աստծո խոսքը պիտի կարդանք, ոչ թե միայն արդակնաբես, ինչպես երբեմն կտեսնենք դուներու մեջ գիրքը բաց է, Սուրբ Գիրքը, բայց մեկը չի կարդալ, այլ այդ խոսքը մեր հոգի գերագուրը պիտի լա ամեն օր։ Երբ որ պիտի կարդամ, Աստծո օրը պիտի բանամ այդ գիրքը պիտի կարդամ, որովհետեւ իմ հոգիս գերագրվի։ Աստվածպաշտությամբ պիտի մոտենամ Աստուծո, եւ մեր կյանքի կենտրոնը իրեն հաճելի կյանքն է, ոչ թե ուրիշներուն հաճելի կյանքը, ոչ թե ինչ որ աշխարհը կսորվեցնե, հարուստ եղիր, պոպուլեր եղիր, դրամտիզե։ Հավատացեք, մեկը հետը բան չի դանի, շատ տեսած է։ Միշտ ամեն մարդ նույն ձևով երթա, ինչպես որ ամեն մարդ նույն ձևով աշխարհում կա։ Եկեղեցին Քրիստոսով եւ եկեղեցվո խորհուրդերուն կմոտենանք, աբաշխարությանը, խոստովանությանը, սուրբ հաղորդությանը, Տերը սա ովքեր որ մարմինս եւ արյունս ճուտ է իր մեջը կյանք չի ունենալ, այդ կյանքը միայն ես կրնամ տալ, այդ խաղաղությունը միայն ես կրնամ տալ։ Եվ անշուշտ հնազանդությամբ այսօրվա ամենեն մեծ դժվարությունը Աստծո խոսքին հնազանդելն է։ Շատերս գիտենք Աստված, բայց որպես գիտելիք, բայց Աստված կսե ես կփնագին որու մեջ խոնարհներու սրտի մեջ կփնագին, ինչպես Աստվածամոր օրինակով։ Երբ իր պատվիրանները խոնարհությամբ կկատարենք, հոն մեր սիրտը կբացվի, որբեսի Տերը կա եւ մեզի նորոգե իր Սուրբ Հոգով։ Թող Տիրոջ Սուրբ Հոգին մեզի նորոգե եւ իր բնակարանները դառնանք սիրելիներ, որտեղ այս կյանքը դրված է իրեն սիրելու եւ իրեն ծառայելու համար Հավիդյանս Հավիդենից ամեն